Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք մարտի 31-ի գործակարգավարական խորհրդակցությունը, սկսում ենք վեհոլաջրից խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում ընկերության թեժգից հեռախոսահամարին գրանցված եւ վերացված ջրագծի վթարների քանակը թվով 150, կատարողական 100%, գրանցված գորագծի վթարների քանակը թվով 520, վերացված 450, կատարողական 87%, վթարավերականգնողական աշխատանքների ընթացքում քանդված ասֆալտբետոնյա ծածկույթի մակերեսը 412 քառակուսի մետր, վերականգնված 360, իրականացված վթարային ջրանջատումների քանակը թվով 27, հիմնանորոգված դիտավորի քանակը 1, մաքրված անձրևատար դիտավորների քանակը 109, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երևան գազ։ Պարոն քաղաքապետ, հայտնվում ձեզ, որ հաշվետու ժամանակահատվածում Երևանի ԳԿՄ սպասարկման տարածքում տեղի ունեցել թվով 6 գազանջատումներ, որոնցից մեկը պլանային, 5-ը վթարային։ Վթարավերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, գազամատակարարումը վերականգնված է, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, էլեկտրական ցանցեր։ Պարոն քաղաքապետ, անցած շաբաթվա ընթացքում ունեցել ենք 39 վթարային անջատում, 29 պլանային անջատում, 144 քառակուսի մետր քանդվել ասֆալտբետոնե ծածկույթ, վերականգնել 150 քառակուս։ Շնորհակալություն եք։ Շնորհակալ եմ, Երկաղլույս։ Պարոն քաղաքապետ, նախորդ շաբաթ ստացել ենք 150 վթարային նախազանք, ինչերը կանգնվել է 100%-ով, կատարական 100% է, աշխատանքներն ավարտել ենք Ազդամարտիկներ եւ Չեխով փողոցներում լեզվավորման հետ կապված, ընթացքի մեջ են Դավիթ Մարլյան, Սարալյան, Չարին Տատաշիսյան փողոցները այս պահին, տեղադրվել է շաբաթվա ընթացքում ընդհանուր հաշվով 540 լեդ լուսատու։ Շնորհակալ եմ, աղբահանություն։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում աղբանության աշխատանքներ իրականացնել են 2 հերթափոխով, ցերեկային հերթափոխի ընթացքում շահագործվել է 44, իսկ գիշերային հերթափոխի ընթացքում 40 տեխնիկա։ Վայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացնել են 289 սարմակրման աշխատակիցներ, որը կազմել գրանցված աշխատակիցների 87%-ը, մնացած 13% աշխատակիցները գտնվում են ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդի մեջ։ Փողոցների մաքրությունն իրականացվել է 7 փոշեկուլ մեքենաներով, աշխատանքների իրականացման համար շահագործվել է Բելարուս տեսակի 6, քաթ տեսակի 2 տրակտոր, 6 ինքնաթափ եւ 15 ջրցան մեքենաներ։ Հաշվետու ժամանակահատվածում ԻԱՍՄ համայնքային հիմնարկի թեժգից հեռախոսահամարին ստացվել է 44 զանգ, իսկ ակտիվ քաղաքացի հարթակով քաղաքացիների կողմից ստացվել է 76 հայտ, որից 10-ը գտնվում են ընթացիկ, 66-ը կատարված կարգավիճակում։ Նշեմ նաեւ, որ Վիոլաջուր ընկերության կողմից կենտրոնով վարչական շրջանում 23 դիտավորի մաքրման աշխատանք է իրականացվել եւ մեր կողմից տարածքը բերվել է պատշաճ տեսքի։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երևանի ավտոբուս։ Պարոն քաղաքապետ, հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել են ընդհանուր թվով 4482 շարժակազմ, նախատեսված 4691-ի փոխարեն 209 պակաս կամ -4.5%։ Պարոն քաղաքապետ, զեկուցումներ սպասարկման ենթակա ավտոբուսների քանակի վերաբերյալ ընդհանուր թվով 44 միավոր անսարք, որից ման մագնիշի 87 միավորից 8 միավոր, Ժանթոնգ մագնիշի 562 միավորից 5 միավոր, Այգար մագնիշի 103 միավորից 9 միավոր, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից 22 միավոր։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, էլեկտրատրանսպորտ։ Պարոն քաղաքապետ, հաշվետու շաբաթվա ընթացքում երթուղիներում պլանային քանակի համաձայն շահագործվել է թվով 351 շարժակազմ, պլանային քանակը կատարվել է 100%-ով, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, մետրոպոլիտեն։ Հարգելի պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել 2910 գնացք, որից 826-ը 3 վագոնանի, 1060-ը 2 վագոնանի, 1024-ը 1 վագոնանի, կատարողականը 100%, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան, ուղևորահոսքի վերաբերյալ։ Պարոն քաղաքապետ, նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների ընդհանուր թիվը կազմել է 2.401.169, որից ռոլեբուսներում 83.932, մետրոպոլիտենում 505.917 եւ ավտոբուսներում 1.811.320։ Շնորհակալ եմ, անցնենք հանձնարարականներին։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՕԱԿ-ին հանձնարարական համար 11 ներկայացնել տեղեկատվություն էլեկտրական 250 ավտոբուսի ձեռքբերման աշխատանքների ընթացքի մասին։
Պարոն քաղաքապետ, ներկայացնեմ կարգավիճակը ծրագրի, որպես հանրային ներդրումային ծրագիր մշակվել է ներդրումային ծրագրերի կառավարության կարգավորումներին համահունչ, այդ թվում ծրագրի տնտեսական հետգնելիության մոդելը եւ տառացիորեն այսօր առավոտյան արդեն ձեզ պաշտոնապես տրվել է գրությամբ ուղարկելու կառավարություն քննարկման նպատակով ծրագիրը իր մեջ նախնական ծրագիրը իր մեջ ներառում է հետևյալ հիմնական բաղադրիչները, իհարկե որը վերջնական ծրագրի դեպքում փոփոխման ենթակա կարող է լինել այս պահին մինչև 250-18 մետրանոց էլեկտրական ավտոբուսների գնումը, 2 դեպոների վերակառուցումն ու արդիականացումը, մինչև 230 հեկտար քաղաքային այգու կառուցումը, խոսքը գնում է Դալմայի այգիների մասին եւ ընտրված որևէ մայրուղու պիլոտային վերակառուցումը որպես առանձնացված տրանսպորտային երթուղի իր կցված ենթակառուցվածքներով, կանգառային հարմարություններով եւ այլն։ Այս պահի դրությամբ ծրագրի ընդհանուր ինվեստիցիոն փաթեթը գնահատվում է 200 միլիոն ԱՄՆ դոլարի չափով եւ ունի կոնցեսիոն բավականին լուրջ բաղադրիչ, քանի որ ենթադրվում է, որ կներգրավի նաեւ կանաչ գլոբալ կլիմայական հիմնադրամի, կանաչ հիմնադրամի Հայաստանի համար հասանելի ֆինանսավորումը հենց հատուկ էլեկտրական շարժունակության ծրագրերի համար եւ նման ֆինանսավորումը հասանելի է ընդամենը 7 երկրների, ներառյալ նաեւ Հայաստանը։ Այս պահին նաեւ բացի դա Ասիական զարգացման բանկի կողմից հատկացված աջակցության միջոցով արդեն իսկ հայտարարված է ծրագրի իրագործելիության խորհրդատուի ներգրավման մրցույթը, վերջնաժամկետը մարտի 25-ն էր, հիմա սպասում ենք արդյունքների, արդյոք մրցույթը հաջողությամբ կայացվել է, խորհրդատուն ընտրվել է, թե ոչ, դրա մասին իլրումն կզեկուցենք։ Ծրագրի հետագա ընթացքը կախված է լինելու, թե ներդրումային կոմիտեի ձևաչափում արդեն ինչ որոշումներ կկայացվեն։ Այս պահին այսքանը։ Շնորհակալ եմ, հաջորդը։ Հանձնարարական համար 12 զեկուցել Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման համար մրցույթ հայտարարելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։ Քաղաքապետ, նախագծային փաստաթղթերը ստացվել են նախագծող ընկերության կողմից, արդեն իսկ բազմաթիվ անգամ զեկուցվել է, որ կրկնակի փորձաքննություն է անցել, պարզ փորձաքննություն է անցել նախագիծը, նախագծային մասի դրական եզրակացությունը ստացվել է, այդ թվում նաև համալիր փորձաքննությունն է անցել եւ նախահաշվային մասի ու շինարարության կազմակերպման մասի փորձաքննությունը ընթացքի մեջ է, հավելյալ պայմանագիր է կնքվել եւ հնարավորինս շուրջ ժամկետում ակնկալում ենք դրա արդյունքները ստանալ, եզրակացությունը ստանալ եւ նաեւ զուգահեռաբար աշխատանքները չկանգնեցնելու համար մշակվել է տեխնիկական հսկողության գնման տեղ բնութագիրը, շրջանառվել է կարծիքի, ակնկալում ենք այս շաբաթ արդյունքները ամփոփել, որպեսզի փորձաքննությունների ամփոփման արդյունքում անմիջապես արդեն անցնենք մրցութային գործընթացում։ Եվ ընթացքում նաև փորձում ենք դիմել շինթույլտվության ստացման, որքանով իրավակարգավորումները այս պահին դա թույլ են տալիս։ Շատ լավ, Տիկին Բաբայան, ակնկալում եմ, որ փորձաքննության արդյունքների հետ կապված մաքսիմալ պետքա պրոցեսը խնդրենք արագացնեն մեր գործընկերները եւ կստանանք հնարավորինս շուտ, որ հենց այս շաբաթ արդեն դնենք մրցույթի։ Այո, մեր ցանկությունն էլ դա է, որ առավելագույնս արագ մրցութային գործընթաց սկսենք, պարոն քաղաքապետ։ Շատ լավ, հաջորդ։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարական համար 25 ներկայացնել տեղեկատվություն Մաշտոցի պողոտայի շենքերն արտաքին լուսավորությամբ ապահովելու աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ այս պայդրությամբ մենք ավարտել ենք աշխատանքները Գրիգոր լուսավորիչից մինչև Կորյուն ընկած հատվածը Մաշտոց պողոտայի գեղարվեստական լուսավորության այդ վերականգնման աշխատանքները, որոշ վիճակագրական տվյալներ այս պահին կարող եք տեսնել էկրանին, թե քանի լույս եւ ընդհանուր առմամբ ինչ աշխատանքներ են կատարվել։ Նաև ուզում եմ ասել, որ այս պահին սկսել ենք նաև Կասկադի հարակից տարածքի շենքերի լուսավորման նախագիծը եւ հաջորդիվ կներկայացնեմ, խնդրում նաև արդեն այս հանձնարարականը համարել կատարված։ Շնորհակալ եմ, հաջորդը։
Շինարարության բարեկարգման վարչությանը հանձնարարական համար 52, զեկուցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորությամբ ապավելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գեղարվեստական լուսավորության արդիականացման աշխատանքները արդեն իսկ մեկնարկել են։ Նախատեսվում է տեղադրել 394 LED տիպի լուսարձակներ եւ մոնտաժել 4960 մետր հոսանքի նոր մալուխներ։ Աշխատանքների կատարման ժամկետը պայմանագրով նախատեսված է ավարտել հունիս ամսվա առաջի տասնօրյակում։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հաջորդը։ Գնումների վարչությանը հանձնարարական համար 104, զեկուցել յուրաքանչյուր վարչական շրջանի համար մեկական թեթև բեռնատար մեքենա ձեռք բերել ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրի շրջանակներում ձեռք են բերվել 12 թեթև բեռնատար ավտոմեքենաներ, պայմանագրի կառավարման փուլում պատասխանատու ստորաբաժանման կողմից անձնական ընդունման աշխատանքները պատշաճ կատարվել են եւ մեկական վարչական շրջանին տրամադրվել են ավտոմեքենաները եւ պատշաճ ընդունվել են։ Խնդրում եմ հանձնարարականը համարել կատարված եւ հանել այն հսկողությունից, այսքան շնորհակալություն։ Շնորհակալ եմ, խոսքը գնում է էլեկտրական մի փոքր ավելի տարողունակ մեքենաների Maxus V1 մեքենաներն են։ Շատ շնորհակալ եմ, հաջորդ։ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարությանը հանձնարարական համար 106, զեկուցել Երևանի քաղաքապետարան մուտքագրված դիմումների եւ գրությունների, ինչպես նաեւ 105 հեռախոսահամարով եւ ակտիվ քաղաքացի հարթակով ստացված տեղեկատվության հիմքով գրանցված գործերի կատարման ընթացքի վերաբերյալ համեմատական տվյալներով։ Հարգելի պարոն քաղաքապետ, 2025 թվականի մարտի 27-ի դրությամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մալբրի համակարգում առկա ժամկետանց հանձնարարականների թիվը 418-ն է։ Տեղեկացնեմ, որ սույն թվականի հունվարի 1-ից գործարկվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման էլեկտրոնային Urban Gov հարթակը։ Մինչ այս թողարկվել են մի քանի 100 քաղաքաշինական էլեկտրոնային փաստաթղթեր, սակայն ձեզ ներկայացված թվային վերլուծությունում դրանց կատարողականը դեռևս ներկայացված չէ, քանի որ ծրագրի հաշվետվությունների բաժինը դեռ մշակման փուլում է։ Հաջորդիվ կներկայացվի տեղեկատվություն նաև այդ հարթակով ստացված հանձնարարականների վերաբերյալ։ Ակտիվ քաղաքացի հարթակ մուտքագրված ընդհանուր հայտերի քանակը 31943 է, որից 12850-ը ստացվել է անմիջապես հարթակի միջոցով, իսկ 19091-ը հարթակ է փոխանցվել զանգերի սպասարկման եւ աջակցման բաժնի կողմից։ Նշված հայտերից սույն թվականի մարտի 27-ի դրությամբ ժամկետանց է համարվում 58 հայտ, որից 5 հայտ կատարված է ստորաբաժանումների կողմից, սակայն աշխատակազմի վերահսկողության վարչությունում գտնվում է ուսումնասիրության փուլում, իսկ 25-ը աշխատակազմի քարտուղարության կողմից վերադարձվել է կատարողներին վերակատարման։ 2025 թվականի հունվարի 27-ից մարտի 27-ը ներառյալ զանգերի սպասարկման եւ աջակցման բաժնի 105 հեռախոսահամարին ստացվել է 44074 զանգ, որի 93%-ին պատասխանվել է առաջին իսկ զանգից։ Տեղեկացնեմ, որ 2024 թվականի նույն ժամանակահատվածում բաժինը ստացել է 31848 զանգ։ Չնայած, որ 25 թվականի առաջին եռամսյակում բաժինը ստացել է 12226-ով ավելի զանգ, սակայն շարունակվել է ապահովվել 100% սպասարկման եւ առաջին իսկ զանգից սպասարկման 93%-ը։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հաջորդը Երևանի քաղաքապետի խորհրդական Թևանյանի Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՕԱԿ-ին հանձնարարական համար 10 զեկուցել Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման ներդրումային առաջարկի ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքի մասին։ Հարգելի պարոն քաղաքապետ, Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով տարածքում գերակաշահ ճանաչելու մասին որոշման նախագիծը արդեն մեկ անգամ քննարկվել է կառավարությունում նախարարական կոմիտեի նիստում։ Այնտեղ հնչեցված դիտողությունը եւ առաջարկների հիման վրա նախագիծը ներկայումս լրամշակման փուլում է, սակայն դրան զուգահեռ տարածքում արկա գույքերի օտարման գործընթացը արդյունավետ կազմակերպելու նպատակով Երևան նախագիծ ընկերության կողմից իրականացվել է արկա գույքերի նոր չափագրություն, նպատակ ունենալով դրանք համադրել արկա վկայականներում արկա սխեմաների հետ, որպեսզի պարզ դառնա արդյոք տարածքում արկա գույքերը ինքնակամ եղանակով ընդլայնվել են կամ դրանց վերաբերյալ այլ
փոփոխություններ արվել են թե ոչ, այդ տվյալների համադրությունը այժմ արկա է եւ այս պահին գործընթացը շարունակելու համար կխնդրեի ձեր հանձնարարականը ճարտարապետության քաղաքաշինության վարչության, իրավաբանական վարչության եւ վարչական շրջանին համատեղ վերլուծելու չափագրման եւ արկա վկայականներ մարկա տեղեկատվությունը, որպեսզի հնարավոր լինի գերակաշահի որոշմանը կցվող ցանկում հստակեցնել օտարման ենթակա գույքերի հետ կապված տվյալները եւ վերհանել արդյոք տարածքում արկա են գույքեր կամ ավելացումներ, որոնք որ ենթակա են ինքնակամի հատկանիշով համապատասխան գործընթացների։ Ուզում եմ հասկանամ ինչի ենք եւս 3 սուբյեկտ ավելացնում այս process-ին, եթե Երևան նախագիծը գնաց է չափագրությունը արել է, ենթադրում եմ վկայականները ունեք։ Ճարտարապետության վարչության հետ վարչությունը համադրել է այդ վկայականները։ Դե բա էլ ինչ հանձնարարական է պետք, այսինքն չափագրումը արված է, վկայականները ունենք, ինչի է 3 առանձին սուբյեկտ։ Որպեսզի կարգավիճակի հետ կապված ինքնակամի հատկանիշներ ունենում ամբողջ գույքն է այդպեսին դառնում, թե միայն ավելացված մասով եւ այլն, այդ մասում չսխալվելու նպատակով, որովհետեւ ընդհանրապես համադրենք եղած վկայականները եւ դա թողանի Երևան նախագիծը իրենց արված չափագրության հետ եւ շատ կարճ տեղեկատվություն պատրաստի դրա վերաբերյալ, բայց սա ընդհանուր առմամբ գերակաշահի որոշման process-ին չպետք է խանգարի։ Սա կներեք էլի եւ մենք մի հատ էլ ինչ որ հարց ունեինք, որը որ կապված էր դատախազության հետ, ճիշտ եմ հիշում, կոմիտեում նմանատիպ հարցեր բարձրաձայնվել։ Ներեցեք ինչի հետ դատախազության, որովհետև այնտեղ մի գույք կա, որը ապօրինի գույքի բռնագանձման ընթացակարգով քննության առարկա է հանդիսանում եւ այդ գույքը ցանկում ներառելու հետագայում գերակաշահ ճանաչելու եւ զուգահեռաբար դատախազության եւ դատաիրավական մարմինների կողմից ընթացակարգերի արդյունքներով պայմանավորված պիտի մենք դատախազությունից ստանայինք տեղեկատվություն, գրությամբ դիմել ենք, որպեսզի հասկանանք այդ գույքի նկատմամբ ինչ ռեժիմ պետք է գործի եւ ինչպես ենք դրա հետ կապված հարաբերությունները կարգավորելու, ենթադրաբար այդ փոխհատուցման գումարը պետք է դեպոզիտում սառեցվի հետագայում հասկանալու համար, եթե ճանաչվի ապօրինի կամ ոչ։ Պատասխան ստացել ենք դրա հետ կապված։ Պատասխան այս պահին դեռ չենք ստացել։ Ես առաջարկում եմ գերակաշահի որոշումը առաջ տանեք կոմիտեում նորից քննարկեք։ Շատ լավ, ուղղակի մի նկատառում գերակաշահի որոշմանը կցվում է օտարման ենթակա գույքերի ցանկը հստակեցնենք ու Երևան նախագծի հետ հստակեցնենք։ Առաջ, շատ լավ, բարի։ Շնորհակալ եմ, պարոն Բեգոյան։ Լսում եմ ձեզ, պարոն քաղաքապետ։ Ասում են, որ դուք ծառեր եք կտրում։ Մենք պատասխանեմ, պարոն Կուսակուրաներ եք տնգում։ Ամենուր եք։ Պարոն քաղաքապետ, ցավոք սրտի այնտեղ դեռ այդ ինչ ծառեր, որ կտրել ենք դիմացի հատվածում մի քանիսը մնացել են, դրանք թեղիներ են, կարող են տեսնել, թե ինչ ծառեր են կտրում, պարոն քաղաքապետ, միշտ էլ այդտեղ մենք բազմաթիվ գրություններ ենք ստացել արկային կառավարության շենքի կողքերով եւ յետնամասով Մելիք Ադամյան փողոցում շատ խիստ վթարային ծեր, փտած, հիվանդ թեղի տեսակի ծառատեսակներ, որոնք դեռևս 22 թվականից ներառված էին ծրագրի մեջ փոխարինման համար եւ արդյունքում այդ փողոցում 2 օրվա ընթացքում մեզ հաջողվել է բերել ջրագիծ, անցկացնել բոլորովին նոր ռոռոկման համակարգ, հեռացվել է 59 թեղի տեսակի, նորից եմ կրկնում, ծեր, փտած, գրեթե սաղարթ չձևավորող ուրեմն ծառատեսակներ, այդ 59-ի փոխարեն տնկվել է 82 կատալպա գնդաձև ծառատեսակ, որոնք իրենց չափսերով ավելի մեծ են, քան տնկվել են Թումանյան փողոցում օրինակ, սրանք մոտ 15 տարեկան ծառեր են, կարծում եմ հենց այս տարի այդ որ անընդհատ աղաղակվում է այդ ստվերի հարցը, այդ ծառերը կունենան բավականին ստվեր, ինչ վերաբերվում է դրանց գնդաձևությանը, մենք կարծում ենք, որ ինչպես կառավարության շենքի կամ հանրապետության հրապարակի ամբողջ տարածքում է ուրեմն գնդաձև ծառատեսակներ տնկվել
հատուկ որպեսզի չփակվի այդ ճարտարապետական կոթողների արտաքին տեսքերը, այնպես էլ այդ շենքերը գեղեցիկ են նաև իրենց կողքերից եւ ետնամասից, հետեւաբար նույն մոտեցումը ցուցաբերվել է նաև կառավարության շենքի ամբողջ հարող տարածքով։ Պարոն Բեգոյան, ես մի քանի բան կարդամ, դուք խնդրում եմ մեկնաբանեք, էլի, որովհետև օրինակ Facebook-յան մի հրապարակման մեջ, որի մեջով դրվել է, մենք ասել ենք, որ մենք վերջին 3 տարվա ընթացքում 45.8 հեկտար նոր կանաչ տարածք ենք ստեղծել Երևան քաղաքում, տնկել ենք 20,000 նոր ծառ Երևանում եւ կոնկրետ նաև նշել ենք որոշ բան։ Ես ուզում եմ մեկնաբանությունները կարդալ եւ ակնկալում եմ ձեր մեկնաբանությունները դրա հետ կապված։ Մասնավորապես Գինոսյան Հայկը գրել է. «Այս որտեղ եք տնկել, երկիրը այդքան տարածք չունի»։ Պատասխանեմ։ Խնդրեմ։ Ես ամեն մանր չեմ կարող պատասխանել, բայց խոշորները պատասխանեմ։ Գինոսյան Հայկին կխնդրեմ այցելել Եռաբլուր Պանթեոնին հարող լանջեր, որը նաև հարում է Միասնիկյան պողոտային եւ Իսակը պողոտային եւ այս կողմից որ փողոցն է, որ Մալացիայից գալիս Սեբաստիա պողոտային 15 հեկտար տարածքում տնկվել է քաղաքային ուրբան անտառ, օգտագործվել են նաև շատ պտղատուներ, հիմնականում ծիրանենիներ, դրանք այս պահին, որտեղ ինձ ուղարկել են այդ նկարները, այս պահին շատ գեղեցիկ ծաղկման փուլում են եւ Գինոսյան Հայկը կարծում եմ կհիանա, եթե այցելի այդ վայր այդ ծաղկման փուլն էլ կտեսնի եւ կվայելի։ Այնուհետեւ մարզամերգային համալիրի մուտքին հարող աջ եւ ձախ կողմերում նույնպես հիմնվել է ուրբան անտառ, այդտեղ Երևանի քաղաքապետարանին պատկանող 8.5 հեկտար հողատարածքի վրա։ Մնացած հողատարածքները ուզում եմ նշել, որ պատկանում է այլ գերատեսչության եւ չի գտնվում Երևանի քաղաքապետարանի տիրույթում, հետեւաբար մենք որպես Երևանի քաղաքապետարանի կառույց այսպես իրավունք էլ չունենք այդ ծառատեսակները ինչը ձեռք է բերում Երևան քաղաքը կամ մենք ենք աճեցնում տնկենք այլ գերատեսչությունների տարածքներում, այսպես ասած, առանց քաղաքապետարանի կարճ, որտեղ այս 45.8 հեկտարը, կարճ, համալիրի մոտ, ուրեմն 8.5 Եռաբլուր 15 հեկտար, հաղթանակ զբոսայգուն հարող լանջեր եւ մինչեւ այդպես որ իջնում է գյուղ ակադեմիայի դիմացի մասը, եթե չեմ սխալվում, այդ հատվածում մոտ 5 հեկտար, ունենք Նորքի երբեմնի այգիները, որը վերջերս տնկեցինք, 7 հեկտար, ունենք 1 հեկտար ավանվարչական շրջանի լանջեր, այդ հիմնական փողոցին հարող 1 հեկտար այդտեղ ունենք, մոտ 1 հեկտար նույնպես վերջերս ոնց էր կոչվում 6-րդ մասիվում դուք եք ներկա եղել նոր շենքերի Լյուքսեմբուրգ փողոցին հարող տարածքում ունենք այսպես եւ ունենք ագրոանտառ, դա ուրեմն Փարոսի բլուրն է, որը ամբողջությամբ դեռ մի 4-5 հեկտար մնացել է, ամբողջությամբ պատված է պտղատու ծառատեսակներով, որը իր մեջ պարունակում է նաև սոցիալական բաղադրիչ, այդտեղ հիմնականում սալորենիներ եւ ուրեմն ծիրանենիներ են տնկված, բայց կան նաև խնձորենիներ, տանձենիներ եւ այսպես շարունակ այդպես էլ շատ լավ է որ տեսակներից խոսեցիք, պարոն Բեգոյան, որովհետեւ երկրորդ ամենակարևոր հարցը այն է, այս ձեր մատնանշած 20,000 ծառերից տնկված, քանի հատն է, որ սակուրա է, որովհետեւ տենց նաև շատ տարածված բան կա, թեզ կա, որ ամբողջը սակուրաներ են։ Ես կարող եմ պատասխանել հետևյալ կերպ, որ Երևանի քաղաքապետարանը, որքանով որ ես եմ հիշում ու վստահ եմ, ընդհանուր առմամբ 22 թվականից մինչև այս վերջերս Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել, այսինքն մենք ընդհանրապես 100 սակուր։
այդ 100 սակուրայից ավել տնկած չենք կարող լինել, բայց իմ տեղեկություններով դեռ մի քանիսը տնկված չեն։ Եթե հաշվենք, որ այդ ամբողջ 100-ն էլ տնկված են, ասենք, որ 20,000-ի մեջ ընդամենը 100 սակուրա է եղել։ Շատ լավ, պարոն Բեգոյան, բայց մեկը մենք դեռևս չենք կարողանում վստահ լինել, իսկ վստահությունը նաև գիտեք ինչու՞ է գալիս, որովհետև օրինակ այ ինչն է մեզ համոզելու, որ այդ ծառերը չեն չորան։ 45-8 հեկտար տնկել եք, լավ եք արել։ Հիմա ինչ եք արել, որ այդ ծառերը չչորանան։ Նախ ուզում եմ նշել, որ ընդհանրապես Երևան քաղաքում եւ հատկապես այդ ուրբան անտառներում առանց ոռոգման համակարգի որևիցե տունք չի իրականացվում։ Ամբողջ այդ 15 հեկտար կլինի 40 ավելացած վստահորեն կարող եմ ասել, որ ավելացված 45 հեկտար կանաչ ֆոնդը լիովին ծածկված է ոռոգման համակարգով հիմնականում անձրևացնող ոռոգման համակարգ։ Դա հանդիսանում է այդ կպչողականության եւ այդ անտառների գոյության հիմնական գրավականը։ Դրան գումարած նաեւ մասնագիտական հիմնարկի աշխատում եւ սկսած դրանց պարարտացումից եւ դրանց հետ կատարվելիք խնամքի աշխատանքներից իրականացում է կազմակերպության ստորաբաժանումները եւ սա է հիմնական եւ որակյալ տնկանյութը։ Մենք այդ տարածքներում, անտառային տարածքներում, այսպես եթե կարելի ասել, մեծ այսպես ասած գնված ծառատեսակներ շատ քիչ ենք տնկում միայն ֆասադային հատվածներում։ Մնացած հատվածներում ծառատեսակները դա մեր աճացածն են եւ հետեւաբար դրանք ունեն շատ բարձր որակ երկուսներ իր հետ եւ այս սրանցով պայմանավորված այդ անտառները գոյություն ունեն եւ ես կառաջարկեի բոլոր անձանց միգուցե ձեր Facebook-յան էջով կամ քաղաքապետարանի մի օր ուղղակի մեր ավտոմեքենաներով, մեր սպրինտեր տեսակի մեքենաներով, եթե կարիք լինի նաև կվարձենք կամ կխնդրենք այլ ավտոբուսներ, ովքեր կասկածում են կամ տեղերը չգիտեն, կազմակերպել մի այսպիսի էքսկուրսիա բոլոր այդ վայրերում այդ մարդկանց ուղղակի տեղում ցուցադրելու համար, ինչպես նաև հրավիրել լրագրողների։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Բեգոյան, ամփոփելով ձեր խոսքը, ստացվում է, որ մենք վերջին 3 տարվա ընթացքում 2.5 տարվա, եթե ավելի ճիշտ 2.5 տարվա ընթացքում Երևան քաղաքում տնկել են 45.8 հեկտար նոր հատվածներում ծառեր։ Այո։ Այդ ամբողջը ապահովել ենք ոռոգման համակարգով։ Այո։ Տնկել ենք մոտավորապես 20,000 տնկի։ Այո։ Տնկել ենք տնկիներ, որոնք որ դիմացք ունեն, գիտնականները այդ ամբողջ ցանկով անցել են եւ վստահ են, որ այդ ծառերը ապրելու են։ Այո։ Ապահովել ենք 94% կպչողականություն այդ ծառերի։ Այո։ Շնորհակալություն, պարոն Բեգոյան, այսքանը։